Պարոն Ջահանգիրյան, ըստ էության տարիների, այսպես ասած, քրտնաջան աշխատանքի արդյունքում ստեղծված մասնավոր հատվածը, բուհական մասնավոր հատվածը կարծես թե վտանգի առջև է կանգնած։ Ինչով եք պայմանավորվում այս տարվա ցուցանիշները ընդունելության, ինչու են ցածր։ Դուք նկատի ունեք կրթության համակարգի, հա, միայն մասնավոր։ Ես կարծում եմ ոչ միայն մասնավոր, այլ նաև պետական։ Կրթական համակարգն է կանգնած վտանգի առաջ։ Եթե արհեստականորեն պետական կրթական համակարգը պահում են եւ արհեստականորեն այնտեղ ուսանող են տանում, դա դեռ չի նշանակում, թե այդ համակարգը կանգուն է, գործում է, սրանք տարբեր բաներ են։ Եվ ինչ չի թվում, որ այստեղ խոսքը վերաբերում է միայն մասնավոր համակարգին կամ ընդհանրապես այդպես ասած մասնավոր համակարգին, որպես մասնավոր բուհեր եւ այլն։ Հարցը բոլորովին ունի այլ բովանդակություն եւ այլ իմաստ։ Հարցադրումը պետք է կատարվի բոլորովին այդ տեսանկյունից։ Ինչպիսի քաղաքականություն այսօր վարվում կրթական համակարգում։ Այդ քաղաքականությունը ինչքանով է նպաստում կրթության համակարգի կայացմանը, հա, եւ նոր ժամանակների պահանջին համահունչ գիտելիք տալուն եւ շրջանավարտ տալուն։ Սրանք արդեն բոլորովին կարծում եմ պահանջում են այլ պատասխան։ Նախ առաջի երթին լինի դա պետական բուհ, լինի մասնավոր բուհ, ես ընդհանրապես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ այսօր արդեն, հա, ամոթ է, երբ ընդունենք 25 տարի անց, դեռ մենք շարունակում ենք խոսել մասնավոր բուհ, պետական բուհ։ Սա իհարկե գալիս է պետական այրերի գործունեության արդյունքից, որոնք երբ պետք է, որ տարբերակում չդնել բուհերի մեջ, այդ ժամանակ ընդունենք տարբերակումը դնում են, երբ պետք չի, այդ ժամանակ տարբերակում չեն դնում։ Նախ ինձ համար ոչ մի նշանակություն չունի պետականը թե մասնավոր։ Ես ամբողջ իմ կյանքում միայն կրթության համակարգում եմ աշխատել եւ էության բովանդակությամբ կրթության համակարգի մարդ եմ։ Եվ ինչի է հետաքրքրում բուհը պետականը, բուհը մասնավորը, ինձ համար միշտ հետապնդում է մի միտք, որքանով է պետությունը պարտավորված պայմաններ ստեղծելու, որ արժեքը, հա, որը ստեղծվում է տարիների տանջանքով, արժևորվի, շարունակի դառնալ կրկնակի արժեք։ Հիմա եթե խոսքը վերաբերում է կոնկրետ ձեր հարցը վերաբերում է Գլաձոր համալսարանին։ Ես ուրիշների մասին երբեք չեմ խոսում, ինչ չի հետաքրքրում։ Ես ոչ ինձ իրավունք չեմ վերապահում խոսելու ուրիշ բուհերի մասին։ Այդ թվում եւ ինչի վերաբերվում, ինչի հետաքրքրում նաեւ եւ խոսքը վերաբերում է պետական բուհերին։ Ինչ վերաբերվում է այն քաղաքականությանը, որը վարվում է կրթության ոլորտում։ Ինձ հետաքրքրում է մի բան։ Ես գիտեմ, որպես ամենադրական իրավունքի մասնագետի, հա, որպես իրավագիտության դոկտոր, պրոֆեսորի, ես գիտեմ մի բան, որ պետության պարտականությունն է, ոչ թե իրավունքը, այլ պարտականությունը բոլոր պայմանները ստեղծել, որ ենթադրենք տվյալ պարագայում բուհը արժևորվի, դառնա իսկապես բուհ, ստեղծի հավասար մրցակցային պայմաններ եւ այդ հավասար մրցակցային պայմանների պարագայում հնարավորություն ընձեռնվի այդ մրցակցության մասնակցող սուբյեկտներին իրենց դրսևորելու, ինչպիսին արվում էր, հա, Հայաստանի անկախության ձևավորման հանրապետության, անկախ հանրապետության ձևավորման առաջի տարիներին, ինչը եւ նպաստեց այն բանի, որ մենք 10 տարվա ընթացքում կառուցեցինք Գլաձոր համալսարանի նման ուսումնական շենքը, որը այսօր հագեցված է
ամենալավագույն տեխնիկայով, բոլոր պայմաններով ուսումնական հաստատության լինելու համար, կոչվելու համար։ Հիմա այն ժամանակ կար հավասար պայմաններ։ Այդ հավասար պայմանները սկսվեց խախտվել միայն մի բանի համար, որ երբ պետական այրերը տեսան, որ մասնավոր բուհերը, այդ թվում եւ Գլաձոր համալսարանը շատ արագ զարգանում են, չգիտեք ինչի այդ մարդկանց մոտ առաջացավ հակառակ մտածելակերպը եւ փոխվեց ամեն ինչ, սկսեց արվել այնպես, որ ոչ թե մասնավոր բուհը զարգանա, այլ մասնավոր բուհերը ապրեն որոշակի անկում։ Ես կարող եմ ասել այսպիսի մի միտք ասված նախկին վարչապետի կողմից, երբ Գլաձոր համալսարանում տոնում էինք մեր 20-ամյակը։ Ի պատիվ նախկին վարչապետի եկել էր մեր 20-ամյակին եւ մեր 20-ամյակին ելույթ ունեցավ եւ այդ ելույթի մեջ ելույթը մոտարապես ավարտեց այսպես. Մինչև հիմա ձեր համար շատ հեշտ է եղել, սրանից հետո ձեր համար շատ դժվար կլինի։ Եվ սկսվեց այդ դժվարությունների շարանը ստեղծվել, որը դժվարությունը ոչ թե նրա համար, որ պետությունը ավելի շատ է պահանջում մեզանից, մենք ի վիճակի չենք տալ։ Այլ պետությունը սկսեց վարել քաղաքականություն մասնավոր բուհերի դեմ, որը բառացիորեն նշանակում է, ամեն ինչ անել, որ մասնավոր բուհերի դիմորդների քանակը պակասի։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության կրթության եւ կրթության մասին օրենքով սահմանված էր, որ պետական նմուշի դիպլոմ տալու հիմքը հանդիսանում է բուհի կամ մասնագիտության հավատարմագրված լինելը։ Գլաձոր համալսարանը 2000 թվականին հավատարմագրվեց։ Մինչև 2000 թվականը ոչ մի պետական բուհ չհավատարմագրվեց։ Մինչև այսօր էլ ոչ մի պետական բուհ չի հավատարմագրվել։ Մարդիկ սկսեցին մտածել, ոնց է լինում, որ մասնավոր բուհ հավատարմագրված է եւ կրթության մասին օրենքով էլ սահմանված է, որ պետական նմուշի դիպլոմ տալու հիմքը բուհի կամ մասնագիտության հավատարմագրված լինելն է։ Փոխարենը իրենք պետական բուհը տանեին հավատարմագրման, վերցեցին օրենքի մեջ կատարեցին փոփոխություն, որ պետական նմուշի դիպլոմ կարող են տալ պետական բուհերը եւ հավատարմագրված ոչ պետական բուհերը կամ մասնագիտություններ ունեցող բուհերը։ Այսինքն ոչ թե իրենց գործունեությունը դարձրեցին իրավաչափ, այդ իրավաչափ վարքագիծը սահմանված օրենքով փոխեցին ոչ իրավաչափ գործողության, վերցեցին օրենքի մեջ կատարեցին փոփոխություն։ Հաջորդ փոփոխությունը այն էր, որ սահմանված էր, որ պետական բոլոր բուհերը պարտադիր պետք է հավատարմագրվեն, իսկ մասնավոր բուհերը իրենց կամեցողությամբ կուզեն կհավատարմագրվեն, կուզեն ոչ, բացառությամբ բժշկական մասնագիտություններին։ Սա էլ հանեցին կրթության մասին օրենքից, այս դրույթն էլ հանեցին եւ թողեցին, որ ընդունենք, ենթադրենք պետք է հավատարմագրվեն ներողություն մասնավոր բուհերը։ Իսկ պետական բուհերը դրանց հավատարմագրման կարիքը չկա, կոպիտ ասած։ Անցել է արդեն 14 տարի կրթության մասին օրենքի ընդունման պահից։ 3 տարի առաջ որոշեցին, որ գիտեք ինչ կա, կարելի է իրականացնել եւս մի շատ քաղաքականություն։ Այսպես հավաքվում են, այսպես հանճարեղ մտքերը, ուղեղները եւ սկսում են որոշել ինչ անել, ինչ ձևով կարելի է ենթադրենք ընդունենք մասնավոր բուհին սահմանափակել եւ այլն։ Եվ եկան այն եզրանկացության, որ գիտեք ինչ կա, բոլոր բուհերը պարտադիր պետք է
մասնավոր բուհերը պետական բուհերի հետ միասին պետք է մասնակցեն միասնական ընդունելության քննություններին։ Առանց հաշվի առնելու, որ եթե դու այդ մասին ես գրել եմ նախարարին, այնպես որ բազմաթիվ անգամներ ասել եմ, եթե դու ուզում ես, որ եւ ընդունելության պայմանները հավասար լինի եւ ընդունողների համար եւ բուհերի համար, ուրեմն դու երկուսի համար էլ պետք է սահմանես նաեւ նախապայմաններ հավասար։ Այն է եւ մասնավոր բուհից, ընդ որում հավատարմագրված մասնավոր բուհից եւ չհավատարմագրված պետական բուհից։ Տարկետման իրավունքից պետք է օգտվեն բոլորը, եւ նա։ Այսինքն Գլաձոր համալսարանը հավատարմագրվել է 2000 թվականին, մինչև հիմա չունեն պետական հավատարմագրված բու, հա? Այսօր, երբ պետական բուհերը բոլորը օգտվում են տարկետման իրավունքից են օգտվում նաեւ, հա, ոչ հայկական կոպիտ ասած բուհերը։ Այդտեղ ֆրանսիական համալսարանը, տարածաշրջանային ակադեմիան, ամերիկյան համալսարանը եւ այլն։ Սլավոնական համալսարանը արդյունքը ինչ եղավ։ Պարտադիր կերպով մասնավոր բուհերին կառավարության որոշումով, որը առ այսօր գտնում եմ, նորից եմ կրկնում, ես որպես համանդրական իրավունքի դոկտոր, պրոֆեսորի հայտարարում եմ։ Կառավարության ընդունած նման որոշումը հակասահմանադրական է։ Դա ձեռներեշական գործունեությամբ զբաղվող սուբյեկտի իրավունքների կոպիտ խախտումը։ 1. Երկրորդը, ցանկացած բու, այդ թվում եւ Գլաձորը, ունի իր կանոնադրությունը։ Այդ կանոնադրությամբ սահմանված է, որ ընդունելությունը կատարում է ինքը բուհը։ Բուհն է որոշում ինչ ձևով ընդունի այսօր ուսանողի։ Հիմա գնացին իրենք ավելի հեռու։ Հիմա էլ որոշում կայացրեցին, որ գիտեք ինչ կա, Հայաստանում կա այսպես բուհեր, որոնք իրավունք ունեն, ենթադրենք դպրոցի ատեստատով առանց քննությունների առանց բանի ընդունել պետական բուհ։ Ու իրավունք վերապահվեց 23, եթե չեմ սխալ մասնագիտության գծով, Ագրարային ակադեմիային ընդունել դպրոցը ավարտել ատեստատի հիման վրա։ Հիմա ես դες հարց եմ տալիս, որ իրավունքով է, որ պետությունը պետական բուհին իրավունք է վերապահում ատեստատով ընդունել, մասնավոր բուհին, այսպես ասած, հա, հարկադրում է, պարտադրում է, որ դու պետք է կատարես միասնական ընդունելության քննություն։ Նման բան մարդկությունը չգիտի։ Եվ գիտեք ինչ կա, ինձ մոտ առաջանում է այսպիսի մի տպավորություն, որ կրթության համակարգը մի ֆազենդա է, հա, որի այդ ֆազենդայի տերը այդ ֆազենդայում կարող է կատարել այն ամենը, ինչ ինքը ուզում է։ Ոնց ուզում է, այնպես անում է, ինչ ձևով ուզում է, թելադրում է։ Այստեղ ոչ մեկին չի հետաքրքրում, թե այդ համակարգի սուբյեկտների իրավունքները որոնք են, թե որ իրենք ընդունենք, ենթադրենք իրենց գործունեությամբ, ինձ պատճառում են նյութական վնաս, որ ես այսօր իրավունք ունեմ դիմելու դատական մարմիններին, հա, եթե իհարկե ես իմանամ, որ կա դատական մարմին նորմալ, որը կպաշտպանի իմ շահերը, ես կդիմեմ եւ կպահանջեմ հատուցում պատճառած վնասների, որովհետեւ սա ձեռներեշական գործունեության խոչընդոտելու միջոց է։ Ուրեմն կնշանակի գիտելիքը եւ գիտելիք տալու ձևերը եւ մեթոդները կարող են լինել տարբեր, բայց գիտելիքի ստուգման ձևը, մեթոդը նույնպես կարող է լինել տարբեր։ Պետությունը այսօրվա վիճակով ոչ թե իր վրա պետք է վերցնի պարտականություն մասնավոր բուհի փոխարեն ընդունելություն կազմակերպել, այլ պետությունը իր վրա պարտականություն պետք է վերցնի պարտավորություն, հա, պայմաններ ստեղծել մասնավոր բուհի համար եւ մյուս բուհերի համար եւ հետո ստուգել այն արդյունքը, որը տվել է տվյալ բուհը։ Ես սա կողջունեմ։ Ես կողջունեմ, որովհետեւ ես իհարկե գտնում եմ, որ գիտելիքի նկատմամբ պետությունը պետք է դրսևորի
ուրույն վերաբերմունք, որտեղ գիտելիքն է որոշում այդ պետության վաղվա օրը եւ ապագան։ Չկա այդ գիտելիքը, չկա ապագա։ Հիմա մենք թողել ենք այդ կարևոր խնդրը, մի հատ ընկել ենք մասնավոր բուհերի հետևից։ Մասնավոր բուհերին եկեք մենք ընդունենք, ոչնչացնենք, հա, պետական բուհերը թեկուզ ինչ կանել վատը թող լինեն, դրանք պետական են, լավն են, թող պահպանվեն։ Հակառակ ձեր ասացներին, հակառակ մեր իրողությանը ամբողջ աշխարհում այսպիսի տենդենս կա, մասնավոր բուհերը համարվում են ավելի շատ համբավ ունեցող բուհեր եւ բոլորը ձգտում են դեպի մասնավոր բուհեր։ Այսինքն հստակ քաղաքականության խնդիր եք այստեղ տեսնում եւ արդյոք որոշակի մեղք չունեն նաեւ մասնավոր բուհերը։ Նկատի ունեմ ներդրումային ծրագրերի մասով, մասնագետներ հրավիրելու մասով, օտարերկրյա։ Ուրեմն բացարձակապես ես այն կարծիքին չեմ, ես նորից եմ կրկնում, ես խոսում եմ միայն Գլաձորի մասին, որովհետև ես ուրիշների հետ գործ չունեմ։ Այնինչ այսօր ստեղծված է Գլաձոր համալսարանում, դա միայն կարծում եմ, ցանկացած նորմալ մարդու համար հպարտանալու հիմք է տալիս։ Ցանկացած նորմալ մարդու համար։ Ստեղծելը կյանքում դա շատ դժվար գործ է։ Չեն հպարտանում միայն նրանք, ովքեր չգիտեն ինչ է ստեղծել։ Մարդիկ, ովքեր ուրիշի ստեղծածը միայն հաշվում են եւ վատ են զգում իրենց, այդ մարդիկ չեն հասկանա ինչ է նշանակում ստեղծել։ Իսկ մարդիկ, ովքեր ստեղծում են, նման մարդիկ ուրախանում են ուրիշի ստեղծածով։ Հայաստանի Հանրապետությունում այսօրվա վիճակով ցավոք սրտի ամենամեծ պակասը այդ կամեցողությունն է, որը չկա։ Պետք է կամենալ, պետք է նպաստել, պետք է ուրախանալ ուրիշով, դիմացինով, պետք է ուրախանալ, որ դու էլ ուրախանաս, ուրիշին էլ ուրախացնես։ Հիմա հարցը բոլորովին ուրիշ է։ Հարցը այն չի, թե ընդունեն Գլաձոր համալսարանը այս տարի 50 հոգի ավել կընդունի, 50 պակաս կընդունի, դա չի։ Կարևորը այն է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա միասնական ընդունելության քննությունների համակարգ, թեկուզ։ Եթե անգամ մենք վերցնում ենք, որ պետք է Հայաստանում բուհերի միասնական ընդունելության համակարգ լինի, չկա այդ համակարգը։ Ֆրանսիական համալսարանը ինքնուրույն է ընդունում, ամերիկյան համալսարանը ինքնուրույն է ընդունում, ռուսական բուհերի ֆիլիալները ինքնուրույն են ընդունում, ուկրաինական բուհերի ֆիլիալները ինքնուրույն են ընդունում, սլավոնական համալսարանը ինքնուրույն համունենց են ընդունում, համունենց են ընդունում, եւ այլ, ագրարային ակադեմիան ատեստատով է ընդունում, մյուսների չի կարող նման ձևով կրթական համակարգ ձևավորվել։ Սա ֆազենդա չի, նորից եմ կրկնում, եւ այդ ֆազենդան չի պատկանում Պողոսին կամ Պետրոսին։ Սա կրթական համակարգ է, որը պատկանում է ազգին, ժողովրդին, պետությանը, որի մասին պետք է ցանկացած նորմալ մարդ անհանգստանա։ Նկատի ունեք նախարարին։ Ես ոչ մեկին նկատի չունեմ։ Ես նկատի ունեմ առաջ երբին ինձ, հետո նկատի ունեմ մյուսներին։ Ձեր հարցի հաջորդ մասը, որ աշխարհի լավագույն բուհերը մասնավորներ են, դրանում երկու կարծիք չկա։ Աշխարհը վաղուց է հասկացել, որ մասնավորը ավելի լավ է, քան պետականը, վաղուց։ Բայց աշխարհը մասնավորի զարգացման համար խնդիրներ չի ստեղծել, որ չզարգանա։ Աշխարհը նպաստել է, որ զարգանա, որովհետև աշխարհի համար նշանակություն չունի, թե որ բուհն է լավ, պետականը, թե մասնավորը, աշխարհի համար լավ բուհ է պետք։ Ով կկարողանա լավը ստեղծել, թող նա էլ ստեղծի։ Հասկացեք, ես պետական բուհերի երբ խոսում եմ, անհարմար եմ զգում, միլիոն անգամ ասել եմ, չի կարելի այսօր պետական բուհերը բերել համեմատել մասնավոր բուհի հետ։ Մասնավոր բուհի պատմությունը ընդամենը 25 տարի է, պետական բուհի պատմությունը 1 դար։ Սրանք տարբեր բաներ են։ Պետական բուհի թիկունքին կանգնած ամբողջ պետությունը մասնավոր բուհ անտեր է։ Մասնավոր բուհի տերը ընդունեք ես եմ, Պողոսը, Պետրոսը, պետությունը մասնավոր բուհի թիկունքին կանգնած չի, եւ դա շատ վատ է։ Շատ վատ է։ Գիտեք ինչ կա, ես դες ասում եմ ոչ թե խանգարել,
մասնավոր բուին եւ ընդհանրապես մասնավոր սեփականությանը իսկապես պետք չի խանգարել։ Պետք է թույլ տալ, որ նա զարգանա։ Ես չեմ ասում անօրինական ճանապարհներով, օրինական օրենքի բաններին համապատասխան։ Իմիջիալոց ասեմ, օրենքով նախատեսված էր, որ ընդունելությունը կազմակերպում է բուհը։ Սա էլ վերցեցին փոփոխեցին օրենքի մեջ։ Ուրեմն ամեն անգամ, երբ մենք հարցադրումն անում ենք, որ օրենքը սա է, դուք սա եք անում, իրենք ստիպված էին լինում փոխային իրենց վարկագիծը փոխելու, օրենքը փոխելու, որտեղ օրենքը փոխելը այսօր շատ հեշտ է։ Այնտեղ կա ընդունեք իշխող կուսակցություն, որը պատգամավորական մեծամասնություն է, եւ այստեղից էլ ցանկացած բան տանում են այնտեղ, նույն րոպեին դակում են, բերում են։ Ստացվում է, որ այստեղ այնտեղ նստողները ոչ թե մտածում են, թե ենթադրենք ընդունենք, այս ինչ որ մենք անում ենք ճիշտ է թե չէ։ Դեռ նստածները մտածում են, որ եթե կառավարության կողմից բերվել է նման նախագիծ, ուրեմն ճիշտ է։ Սրանք տարբեր բաներ են։ Եվ ամենակարևորը, գիտեք ոնց, մենք այսօրվա վիճակով չենք կարողանում կամ չենք ուզում։ Մենք չենք ուզում գնահատենք արժեք ազգային։ Այնինչ դու ես ստեղծել քո երկրի ներսում, սա ուրիշ արժեք է։ Այնինչ ուրիշինն է, որը քոնը չի։ Դեռ պարզ չի, թե ում համար են կադրեր պատրաստում։ Սրանք ուրիշ հարցեր են, որոնք ընդունենք ենթադրենք չէի ցանկանա ոչ քննարկման առարկա դարձնել ոչ էլ, որովհետև կա պետություն, պետությունը որոշում այդ քաղաքականությունը, ես չեմ որ։ Ես ուղղակի նորից եմ կրկնում, որպես համանդրական իրավունքի մասնագետի, ես գտնում եմ, որ դա կոպիտ խախտում է մարդու իրավունքների։ Եվ ավելին ձեզ ասեմ, հենց գալիս է այդ ընդունելության սեզոնը քննություններից առաջ, նախարարության կողմից սկսվում է կազմակերպվել մի հատ շքերթ մասնավոր բուհական համակարգի դեմ։ Այդ շքերթը մոտարապես սա է։ Մենք մասնավոր բուհերին մորթում ենք, փակում ենք, ստուգումներ են սկսում կազմակերպել, չգիտես ես իմ հենց գալիս են ընդունելության քննությունների ժամանակ, այդ սեզոնը, որ պետք է երեխեքը դիմեն, գնան եւ այլն։ Եվ պետության նման վարկագծի պատճառը եղել է այն, որ 25 տարի առաջ գլազոր դիմողը չէր հարցնում, դուք պետական բու եք։ Այսօր 25 տարի հետո դիմորդը հարց է տալիս, դուք պետական բու եք։ Այսօր ձևավորվել է մարդկանց մոտ մի տեսակ այս ձևի պետականի նկատմամբ, հա, պետականի նկատմամբ, սենց մի կարոտ։ Ընդ որում, մենք այսօրվա վիճակով պետական գործարաններ չունենք համարյա, հա, սննդի գործարաններ բոլորն համարյա մասնավորներ են, ամեն ինչ մասնավոր է։ Մի հատ պետական բու է մնացել, որը ենթադրենք ընդունենք իմ համար անհասկանալի է։ Ես միլիոն անգամ ասել եմ, այդ պետական բառը վաղուց արդեն կորցրել է իր իմաստը։ Առաջվա պետական բու, ինչ էր ասում սովետական միության ժամանակ, պետական բու։ Պետական բու նշանակում էր պետությունը անվճար իր համար պատրաստում էր կադրեր եւ ընդունում էր աշխատանքի, նշանակում էր աշխատանքի։ Այսօր երակի անգամ վճարով Երակի վճարով պետական բուը պատրաստում է կադրեր եւ ոչ մեկին չի նշանակում աշխատանքի։ Ուրեմն պետականը ո՞րն է։ Այստեղ ո՞րն է հիմա պետականը։ Նախ այդ պետական բուերը արդեն մասնավորեցվել են, կոպիտ ասած։ Անունը մնացել պետական, վաղն էլ պետությունը չի Պողոսը կամ Պետրոսը կդառնա այդ մասնավոր բուերից սեփականատերերը կվերջանան կգնան։ Որն է, ախր բարի բովանդակությունը պետք է չփնտրել նրա համար, որ մեկ դար առաջ կամ 90 տարի առաջ սովետական միությունը հիմնել է պետական բու։ Մասնավոր բուհերը ինչ են անում, որպեսզի կարողանան մրցակցային դաշտում գոյատևել, այսինքն որոշակի քայլեր արվում են ներդրումներ բերելու իմաստով, օտարերկրյա մասնագետներ հրավիրել։ Ուրեմն այսօրվա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում, որը որ կա,
դա մոտարապես մեկն է։ Դու պետք է գնաս, դառնաս մեկ այլ պետության բուհի ֆիլիալ։ Այդ ժամանակ կասեն դու շատ լավն ես, կծապահարեն։ Ես չեմ ուզում Գլաձորը դառնա որևէ մի պետության բուհի ֆիլիալ։ Գլաձորի անունը, որ ես դրել եմ Գլաձոր, ես ունեցել եմ նպատակ։ Ես ուզեցել եմ վերականգնել հին Գլաձորը եւ ազգային արժեքը վերականգնել եւ 25 տարի իմ կյանքի եւ միայն ես ամբողջ մի կոլեկտիվ այդ կյանքը ներդրել այդ նպատակին հասնելու համար եւ բնականաբար ես կպահեմ այդ Գլաձորը եւ Գլաձորը կմնա որպես Գլաձոր, Գլաձորը կգործի որպես Գլաձոր, Գլաձորը կդառնա կրթահամալիր, ինչպիսին արդեն դարել է, այսօր Գլաձորը ունի եւ դպրոց, եւ քոլեջ, եւ համալսարան, այսօր Գլաձորը ունի իր ասպիրանտուրան, այսօր Գլաձորը արդեն տվել է 26 գիտությունների տեխնացու Գլաձորցի շրջանավարտ, այսօր Գլաձորը տալիս է արդեն իր դեսպաններ Հայաստանի Հանրապետության տարբեր պետություններում, հա, եւ այլ։ Սա ուրիշ զրույց է։ Այստեղ ուղղակի մեկն է, ենթադրենք, ես ոչ չեմ ասում, բոլոր մասնավոր բուհերը իրավունք ունեն գոյատևելու։ Ես այդ նույն հաջողությամբ ասում եմ, բոլոր պետական բուհերը չեն, որ պետք է այսօր գոյություն ունենան, ում է պետք է կան պետական բուհեր։ Նույն մասնագիտությունը պատրաստող ընդունենք այդքան բուհեր, ում են պետք։ Ժողովրդատնտեսության համալսարանը, հա տնտեսագիտական համալսարանը, պատրաստում է հաշվապաներ։ Ագրարային ակադեմիան պատրաստում է գյուղատնտեսության ոլորտի հաշվապաներ, նոր գիտությունը, այսինքն հաշվապահ չի կարող գյուղատնտեսության ոլորտում հաշվապահ աշխատել։ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը պատրաստում է մանկավարժեր։ Ամբողջ մանկավարժական համալսարան հազարներով մանկավարժներ է պատրաստում, ում համար է պետք։ Այսօր Հայաստանում ում են պետք։ Բացարձակապես պետք չեն։ Երևանի պետական համալսարանը ունի օտարլեզուների ֆակուլտետ։ Հա, նույն օտարլեզուների ֆակուլտետն ունի մանկավարժականը, նույնը ունի Բրյուսովը եւ այլն, ում են պետք։ Բացարձակապես պետք չեն։ Ինչի համար է պետք։ Պետության վրա այդ մեծ բեռը ինչա դրվում։ Եվ այդ բեռը պետության վրա այդ վերցնելու ճանապարհը մեկն է։ Դարձնել սրանք մասնավոր։ Իսկ որ սրանք դառնում են մասնավոր, գիտեք ոնց է, ես որպեսզի ձեզ համար օրինակ բերեմ հիմա, նայեք տեսեք, սկզբից, հա, մենք շատ այս ձևի թափով զարգանում ենք, Գլաձորը իր ընդունելության քննությունները սկսել է պետական բուհերի հետ, վերջացրել է պետական բուհերի հետ, բոլոր ժամանակներում, բացառությամբ այս 3 տարին, որ իրենք մեզ տարել են, պարտադիր մտցրել են ուտեղ, ընդ որում ես չեմ դիմել, որ Գլաձորը համաձայն է մտնել միասնական ընդունելության քննության մեջ։ Ես չեմ դիմել։ Թող մի տեղ գտնեն, ցույց տան, որ ես դիմել եմ, որ մենք մտնում ենք միասնական ընդունելության քննության մեջ։ Այսինքն ձեր դիմումը պարտադիր կերպով իրավունք։ Ապա առանց իմ համաձայնության ով իրավունք ունի։ Առանց իմ համաձայնության ով իրավունք ունի ինձ տանել, պարտադրել։ Քանի դիմորդ ունեք այս տարի։ Ծովի նման։ Չէ, իսկապես։ Չէ, կատակ չեմ ամ, ես չգիտեմ, այս այրանից առաջին անգամ լսեցի, որ այնտեղ մենք քանի դիմորդ ունենք, մեր մոտ ունենք այնքան, իշքան որ մեզ պետք է հերակաբաժնում ուսուցում կազմակերպել եւ Գլաձորը պահպանել այնքան, մինչեւ որ այս ամեն ինչը կվերանա։ Արկա ուսուցում, Չգիտեմ, մենք արկան իրանք են ընդունում, չէ՞։ Արկան իրենք են ընդունում, ես չգիտեմ, իրանք մեզ ոչ մի մատ չեն ուղարկել։ Ձեզ տվել չեն ուղարկել։ Չէ, մեկ առաջ անգամ ձեզանից եմ լսում։ Իսկ դուք չգիտեք քանիսն են գալու սեպտեմբեր։ Չէ։ Մենք միջև չենք իմանում, գալու են, չեն գալու եւ այլն։ Մենք հերակաբաժնի ընդունելություն ենք կատարում, որը որ նորմալ է, կարծում եմ։ 20-ից ավել կան։ Ինչը։ Հերակա 20 հոգի։ Հերակա քան։ Չէ, հերակա 20 հոգով բուխ կլինի պահել։ Բա քանիսն են։ Դե մի 120-ը գոնե կա։ Դեռ մինչև սեպտեմբերի վերջն էլ հերակաբաժնի ընդունելություն են կանելու, այդ 120 կդառնա 220։ Հերիքա։ Արկայում քիչ են փաստորեն դիմորդները։ Նորից եմ կրկնում, Մաչիկ ջան, արկայի դիմորդները իրանց մոտ են դիմում։
մենք չգիտենք։ Հետո դուք ասում եք գլադոր դիմել են ենթադրենք այսքան մարդ, չէ՞։ Հիմա ես հարց եմ տալի, այդ դիմատներից քանի մարդ է, որ եկել է գլաձոր։ Քանիսն է եկել։ Ոչ մեկը։ Իրենք չեն թողնում որևէ մի մարդ։ Հասկացեք, այդ քաղաքականությունը ինչի համար է։ Այսինքն դիմումները լրացնելու։ Դիմումները լրացնեն, չլրացնեն, գրեն գլաձոր, չգրեն գլուաձոր, դրանք պետք է մնան պետական բույրում։ Որտեվ եթե նրանք ընդունենք, անգամ անբավարար են ստանում։ Անբավարար ստանալու պարագայում նրանց ասում են, մենք կա երկրորդ ընդունելություն, կա երրորդ ընդունելություն, եւ այլ կա հերական ընդունելություն։ Այսօրվա վիճակով Հայաստանի Հանրապետությունում ընդունելության քննություն հասկացությունը պետք է վերացվի ընդհանրապես։ Գլաձոր համալսարանում ներողություն Հայաստանի Հանրապետությունում ընդունելության քննություն ոչինչ չի տալիս, որովհետեւ բոլոր դիմորդներն ընդունվում են։ Եթե բոլոր դիմորդները ընդունվում են, հարցը առաջ գալի։ Ում է պետք այդ ընդունելության քննությունները, առավել ևս կենտրոնացված ընդունելության քննությունները։ Ինչի համար են դրանք։ Իսկ պատկան մարմիններին, որոնք օրենքով սահմանված կարգով պարտավոր են ոլորտը կարգավորել, ինչ եք հորդորում։ Ոչ մի բան չեմ հորդորում։ Եվ ոչ մեկին իմ կյանքում չեմ հորդորել, հիմա չեմ հորդորում։ Ինչի պետք է հորդորեմ։ Ինչ պիտի արվի համակարգը փրկելու համար։ Իրենք թող փրկեն, դա իրենց պարտականությունն է։ Քանդելուց ինչ են հարցնում։ Որևէ մեկը ինձ հարցնում է, ասում է, որ դուք 50 տարի կրթության համակարգում եք։ Օրինակ ինչ անենք կամ ինչ չանենք։ Ինչ են արվում։ Ոչ մի բան չի արվում։ Արվում այն, ինչ իրեն գտնում են ճիշտ է, կարող է եւ ճիշտ են,